Պատերազմի մասին խոսելը ընդդիմության համար կենսական նշանակություն ունի, իրենք դրանից սնվում են, նախկինում իշխանությունը պահպանել են հենց այդ վտանգը ժողովրդին հրամցնելու միջոցով, որ հեսա պատերազմ է, հեսա սենց, պետքա սենց, պետքա նենց, պետքա բավարարվենք այս մեկին մենք եւ հիմա սնվում են դրանով, խաղաղության պայմաններում իրենց ցնուցման աղբյուրը փակվում է, երակը փակվում է եւ իրենք չորանում են եւ իրենք գնում են դեպի մահ եւ դա լավ գիտակցում են իրենք, դրա համար էլի բանակի օրվա արդիվ ինչ որ փորձում են սենց են։ Տեսեք, խաղաղություն ունենալու համար երկու կարևոր պայման է անհրաժեշտ։ Ես միշտ այս մասին խոսում։ Առաջինը հարևանների եւ բոլոր պետությունների հետ հնարավորինս բարեդրացիական հարաբերություններ, հատկապես հարևանների հետ կոնֆլիկտային, պատերազմածին պատճառների վերացում, նպաստող պայմանների վերացում, այս ամենը տնտեսությամբ ամրապնդում, այսինքն պատերազմ ծնող կամ նույնիսկ հակամարտություն ծնող բոլոր պատճառները պետք է վերացվեն հարևանների հետ, սա ամենակարևորը։ Ինչը այսօր մեր կառավարությանը շատ մեծ հաջողությամբ իրականացել է մեր կառավարությունը։ Հիմա երկրորդ պայմանը, որ սեփական երկիրը, տարածքը պաշտպանելու ունակություն պետք է ունենաս։ Այսինքն զինված ուժերը պետք է կարող լինեն ապահովելու քո երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը։ Այս երկուսը իրար հետ նոր բերում է խաղաղության։